Ինչու Լուսավոր Հայաստան, որովհետև լավագույնն է։ Որովհետև Լուսավոր Հայաստան կուսակցությունը երիտասարդների առաջադեմ թիմ է։ Որովհետև միայն մենք կարող ենք հաղթել հանրապետական կուսակցությանը մեր քաղաքում։ Մասնագետների հավաքված թիմը մեր մոտ է միայն Լուսավոր Հայաստանը։ Այն մենք հարցերին ենք պատասխանում, որոնք լուծումներ չեն ստացել տարիներով։ Լուսավոր Հայաստան, որովհետև սա երիտասարդ նորաստեղծ կուսակցություն է եւ ես համոզված եմ, որ պատրաստական եւ հետևողական պիտի լինի իր աշխատանքի մեջ։ Որովհետև բոլոր իրավիճակներում, բոլոր երկրներում հայտնվում են ինչ-որ մի պահի մարդկանց ինչ-որ փոքրաթիվ խումբ, որը սահմանափակ ժամանակ ունի, որպեսզի դառնա շանս տվյալ երկրում, տվյալ քաղաքում, տվյալ համայնքում ճակատագիր փոխելու համար։ Եվ Լուսավոր Հայաստանի թիմը հենց այդ շանսն է, որը ունի սահմանափակ ժամանակ, այսինքն այս ընտրությունների շրջանը, որպեսզի դառնա այդ փոփոխությունների կերտողը։ Նախ եւ առաջ Լուսավոր Հայաստանը ստեղծվել է մեր իսկ քաղաքում։ Ես ճանաչում եմ այստեղի մարդկանց շատ վաղ ժամանակներից եւ վստահ եմ, որ նրանք լավագույնս են ներկայացնում մեր քաղաքը եւ կարող են կառավարման համակարգ ստեղծել ել ավելի լավը։ Որովհետեւ Լուսավոր Հայաստանը կենսունակ եւ բանիմաց մարդկանց ավականու թիմ է ներկայացրել, որը ունակ է մեր քաղաքը դարձնել վանաձորցիների կողմից, բոլորիս կողմից սիրված քաղաք։ Որովհետև Լուսավոր Հայաստանի թիմը այն թիմն է, որի հետ մենք տարիների աշխատանքային փորձ ունենք եւ ունենք այն վստահությունը, որ այսօր Վանաձորը ի վիճակի ենք կանգնեցնել ոտքի եւ տեսնել զարգացումներ։ Որոշեցի, որ Էդմոն Մարուկյանը այն մարդն է, որի շուրջ կայնելով կարող ենք ինչ-որ մի բան փոխել մեր երկրում ու սկսենք մեր քաղաքից այդ փոփոխությունը։ Լուսավոր Հայաստանի հետ կարող ես գնալ մինչև աշխարհի ծայրը։ Որովհետև Լուսավոր Հայաստանը բոլոր կարծրատիպերը վերացնում է, Լուսավոր Հայաստանը ուղերձ ունի, որ գալիս են փոփոխությունը գալիս են միայն Լուսավոր Հայաստանի հետ։ Լուսավոր Հայաստանը այն ուժն է, որը զարգացել է, աճել է եւ հասունացել է, որպեսզի այսօր բերի Վանաձորում փոփոխություն, որը կկանչի մյուս բոլոր երիտասարդներին, ոչ թե դուրս կհանի այստեղից բնակչությանը։ Որովհետև խամարի դեմ պայքարելու ամենալավ միջոցը լույսը շատացնելն է։